Էսի արշավ չի, է սրբապղծություն է, արշավ ուրիշ բան է, արշավը դեռ վաղուց էր սկսվել 18 թվականից հետո, գիտեք, նոր Հայաստան, նոր Հայրապետ, երբ որ կաթողիկոսին տարբեր տեղ հետապնդում էին, հետո դասագրքերի դպրոցներից հանելը, դրանից հետո սրբազաներին թիրախավորելը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը համարելով որպես կոլաֆանտա վաճառելու տեղ, եւ տենց շարունակ Ավազանի անունով կոչելու սրբազան հայրերին, եւ սա արդեն բոլոր սահմանները անցնել է, որը որ կարծում եմ, որ հենց ադրբեջանական նարատիվները եւ ադրբեջանական խոսույթ ու ադրբեջանական ծրագիր է։ Սա հայկական ծրագիր չի լինել, հայ մարդը չի կարող իր սրբություններին, իր արժե համակարգին դեմ խոսել, սա ոչ թե առանձին ինչ որ մեկի կոնկրետ վերցրած ինչ որ սրբազանի հետ խնդիր, այլ ամբողջ հոգևոր դաշտի ամբողջ հայ առաքելական սուրբ եկեղեցին նսեմացնելու, արժեզրկելու եւ ամբողջ աշխարհի արչեւ մեր հազարամյակների քրիստոնեությունը, այդ արժե համակարգը, որ կա, որպես առաջինը քրիստոնեություն ընդունող ազգ արժեզրկելու։ Այս ընթացքի մեջ են այս մարդիկ։ Սա Արցախի ուրանալու ցեղասպանությունը ուրանալուց, հանձնելուց Արցախը երկիրը կտոր հանձնելուց հետո հերթական ծրագրի մի մասն է, որ պլանավորված, կազմակերպված, հետևողականորեն իշխանական այս խմբակը շարունակաբար տանում է եւ եթե նայես Փաշիզադեի եւ Փաշինյանի խոսքերը, իրար համահունչ են եւ սինխրոն իրար հետ Ադրբեջանում անգամ ասում են, որ տեսեք ինչ կարևոր քայլ է կատարում Նիկոլ Փաշինյանը, ողջավորված են, ցնծության մեջ են եւ համարում են, որ Նիկոլ Փաշինյանին ամեն կերպ իրենց հովանու տակ պիտի պահեն, իրենք աջակցեն ինչով որ պետք է, որպեսզի այս ծրագիրը շարունակվի։ Մեր ճշնամիներին ուրախացնող, այսպես ասած, ծրագիրը իրականացնող մի երևույթ է այս ամեն ինչ։ Բայց այս ամենին զուգահեռ վարչապետը նաև իր էջում Աստվածաշնչից բերված գրառումներ է անում, իսկ այս մասին ինչ կասեք։ Ինքը ինչ կապ ունի Աստվածաշնչի հետ, ինքը ինչ կապ ունի մեր արժեքային համակարգի հետ, ինքը ինչ կապ ունի բարոյականության հետ։ Տեսեք ամեն ինչը, սա որ մի առանձին վերցրած հանգամանք լիներ, կասես հա դե առանձին վերցրած ինչ որ մի խնդիր է, էլի ընդունելի չի, բայց կարա առանձին վերցրած ինչ որ մեկի հետ խնդիր լինի։ Տեսեք ամեն ինչ հավիրելու, ես չեմ հոգնելու ասի, սահմանադրություն, անկախության հռչակագիր, արժե համակարգերը մեր ամբողջը քանդելու ծրագիր կա։ Այդ ծրագրի մեջ է իրական Հայաստան, պատմական Հայաստան, կրթելու հետ կապված էս նոր գործընթացը, որ ուրանալը նորաձև է։ Սա այս մարդ Ալիևի գանձն է։ Սա մի հատ գտածո է իրանց համար, որոնք որ սրա միջոցով ուզում են այս ամբողջ ծրագիրը իրականացնել։ Ես ավելի քան համոզված եմ, որ այս պատերազմում ինքը ջախջախից պարտություն է կրելու, որովհետև մեր ժողովրդի իր հավաքականության մեջ ինքը չի կարող հանդուրժել այս երևույթը։ Քանի որ նաև կրկնեմ, որ հայ առաքելական սուրբ եկեղեցին ամենաբարձր վարկանիշ ունեցող կառույցն է եւ մենք որպես հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդներ ամեն ձևով կանգնած ենք մեր սրբավայրերի կողքը, մեր Սուրբ Էջմիածնի կողքը եւ ուզում եմ նաև ձեզ հիշեցնել ամիսներ առաջ նաև Փաշիզադեի հնչեցրած այն միտքը, որ Էջմիածինը դա հայերի հոգևոր կենտրոնը չի։ Հասկանում եք, սենց այսքան նմանություններ, այսքան զուգադիպություններ չի լինում։ Եվ ի վերջո մենք պիտի հասկանանք, որ այլևս այս մարդը ոչ միայն նոր վաղուսվանից է վտանգ ներկայացրել մեր երկրին, բայց արդեն ամբողջ աշխարհով մենք հայտարարակ ենք լինում։ Ինձ բազմաթիվ զանգեր եմ ստանում մեր հայրենակիցներից, որոնք որ ասում են, որ սենց այսպես շարունակվել այլևս հնարավոր չի, անգամ այն երկրներում, որտեղ որ իրենք բնակվում են, այդ երկրի քաղաքացիները Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Ռուսաստանում ասում են ոնց կարա նման բան լինի, ոնց կարա նման խոսույթով հանդես գա այդ մարդը, ոնց կարա մարդը իր Facebook-յան էջում նման գրառում անի, որ մենք ամաչենք այդտեղից մեջբերում անենք։ Ում ասես, որ մեջբերում անի, չի անի, որովհետև չի կարող, լեզուն չի կարա պատտվի ասի այդ ինչը։ Այսինքն սա, այսքանը։